Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձել է դաշինքի 105 տեխնացուների ինքնաբացարկին եւ նրանց գրանցումը չեղարկելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ Ազգային բարերարը տեխնացուների զանգվածային հրաժարականը ներկայացրել է որպես գաղտնի պլանի մաս, թիմակիցներին իշխանական հնարավոր բռնաճնշումներից պաշտպանելու նպատակով։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Ճեպազրույցի ընթացքում նա հակադարձել է պաշտպանության նախարարի քննադատությանը եւ պնդել, որ իր չծառայեց հարազատներն աննախադեպ ավանդ ունեն բանակաշինության գործում։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթով դատական նիստն ընթանում է այսօր։ Դատարանը գործով վերջնական որոշումը կհրապարակի ավելի ուշ։ Հրապարակ թերթի տեղեկություններով 3 հուլիսի 8-ին քննիչները այն աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն, կոկորդիլոսների հետևից, նրանց էլ կենթանաբանական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը չհանդուրժելով ստեղծված իրավիճակը փորձել է հոշոտել իրեն մոտեցած այն աշխատակիցներից մեկին, սակայն այնականը պլստացել է կենթանու ճանկերից։ Կոկորդիլոսը հասցրել է կծել նրան։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է, թե նման դեպք է եղել։ Իդեպ իշխանություն լրատվականին էլ հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսներին տնից կենթանաբանական այգի տեղափոխելու ժամանակ կոկորդիլոսներից մեկը պոչով հարվածել է կենթանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Աշխատակիցը վնասվածք է ստացել, դիմել է բժշկական օգնության։ Երևանի քաղաքապետարան այս տեղեկությունը հաստատել է եւ նշել, որ հիվանդանոց դիմաց աշխատակիցն արդեն դուրս է գրվել, որևէ լուրջ բան չի եղել։ Ձերբակալությունից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեջբերում նրա հայտարարությունից։ Տոտալ սպառնալիքների, վիրավորանքների, զինակիցների ձերբակալությունների արշավի շարունակությունն է իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժե համակարգը, անկախ բոլոր անարդարություններից։ Ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, գրել է Ծառուկյանը։ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործը փուչիկ է անվանել։ Ուր եք արա, ձեր ազգի տերել եք, հել եք արեք։ Արադ ցեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ, ցանկանալով իմանալ, թե ի վերջո երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Անդերը Եվրոպա է, թողեցի եկա մտա գործի, միամետվա մնացիստ է։ Այսօր դրա փագել ես, ինչ անեմ, ընկեր վարչապետ ուր է տանք։ Ինչ հողտանք մեր գլխին։ Մենք աշխատենք, դուք եք ձեր հարցերը։ Հարուցեւի բաներ կա մեջքներից դրած, ընտանիք բող տղամարդ եմ, կինս չի աշխատում, երկու հատ էլ երեխա, դե արի գնա դնաս պայի։ Աշխատակիցներն ասում են, բոլորն էլ վարկեր ու ապարիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է չեն աշխատում։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, ինչպես են լուծելու իրենց հարցերը։ Մենք պետք է հարգմուծենք, որ այս ոստիկաններին, որ բերել են այս արևին կայնացրել են այս տղեկին, դրանց էլ կարեն աշխատավարձ տա։ Որ չտվեց այդ հարկերը, այս պետությունը, ես, դուք, ամեն մեկս 20% մեզնից փող ենք տալի պետությանը, որ չաշխատանք չտվեցինք, այդ պարոն ոստիկաններին որ դուծավ արծադրելու, ավտոմատ 5 ամիսը մեկ, 10 ամիսը մեկ ինքն էլ ռոջիկ ստանալու, եթում ենք ընդե, ընչի մեջից հելել ենք, 20 տարի հետ ենք եթում, ժողովուրդ էսի լուրջ հարց է, ես ես բոյս չեմ առնելու հետամ, մի հատ սես լակոտի խնդրեմ, որ ընձի հաց տա տանեմ երեխես ու։ Բողոքներին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, Արադ ցեմենտը շուտով պետականացվելու է։ Հիմա նույնը խնդրում եմ Արադ ցեմենտի հարգելի աշխատողներին չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Գործարանի գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը ավելի ուշ հայտարարել է, որ խոսել են քննիչների հետ եւ հարցրել, թե երբ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին ու աշխատողներին խնդրել է գնալ տուն։ Բոլորից խնդրում եմ,
հանգիստ կարող եք գնալ բոլորը ձեր տներով, քիչ ու շոտ արդեն կարգավորենք ձեզ լրացուցիչ, կասենք որ ժամին ինչ հերթափոխով եք հաճախում գործի ու կսկսենք աշխատել։ Այս պահին բոլորիդ խնդրում եմ, բոլորդ հանգիստ կարող եք գնալ ձեր տներով, ձեր գործերով։ Ակցիայի մասնակիցները համաձայնել են, սակայն պնդել, որ եթե վաղը առավոտյան աշխատանքի չվերադարձան, կփակեն Զոդի կամուրջը։ Եթե մենք չստացանք այդ տեղեկությունը, մենք այս տեղեկով, այս գործարանի բանվոր խմբով որոշել ենք, եթե այլ ենք զստենք Զոդի մոստը փակենք։ Զոդի կամուրջը փակելու սպառնալիքից ժամեր անց գործարանը վերսկսել է աշխատանքները։ Փաշինյանը չի տեսել հանրային մեծ դժգոհության ու քննադատության արժանացած Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերը։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ է փոխանցվում հանրությանը նման տեսարաններով եւ ինչպես է մեկնաբանում այդ գործելավոճը, Փաշինյանը պատասխանել է. Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետեւ դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Փաշինյանի պնդմամբ ասֆալտին փռելու հրանգները տրվել են շատ վաղուց եւ հարց է, թե ինչու դրանք նախկինում պատշաճ կերպով չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Փաշինյանը անդրադարձել է նաև շրջանառվող այն լուրերին, թե Տիգրանաշենը Արծվաշենով փոխարինելու վերաբերյալ վերջնական որոշում կա։ Նա հերքել է այդ լուրերը նշելով. «Սահմանազատման հիմքում դրված քարտեզների վրա այդ տարածքները առկա են եւ ինքնական մկրատով կտրելն ու դրանցից հրաժարվելը Հայաստանի շահերից չի բխում, քանի որ կարող է նախադեպ ստեղծել նաև Ադրբեջանի կողմից հայկական այլ տարածքների նկատմամբ հավակնությունների համար»։ Անդրադառնալով 3 համացանցը ցնցած ռուս պրանկերների իր անունից կատարած զանգին, Փաշինյանը նշել է. Պրանկերների մասին դե պրանկ են անում, ես ինչ պետք է։ Բաքվում ամեն կերպ փորձում են հայ գերիներին հասկացնել, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն իրենց վերադարձով, ուստի այս պայմաններում ինչ են ակնկալում միջազգային ատյաններից։ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով տարածած ուղերձում ասել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ամենածանր այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպես մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում եւ շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ինչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ինչ կարող են նրանք անել։ Սա է վիճակը։ Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի եւ փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական այսպես միջամտություններ ունենան։ Անդրադառնալով Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությանը, Իշխանյանը նշել է. «Լավ գիտակցում են, որ սա ընդհանրապես ձևական բնույթ ունի, առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չի փոխվելու, սակայն իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որովհետև դա է դեպի միջազգային դատարան տանող ճանապարհը»։ Նրա խոսքով այդ մասին բաց հայտարարել են նաև դատարանում, գաղտնիք չկա։ Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ։ Սա Թեհրանի պատասխանն է Միացյալ Նահանգների իրականացրած վերջին ռմբակոծություններին, որոնց թիրախում են հայտնվել Իրանի ափամերձ ռազմական կայանքներն ու Մաշհադ տանող երկաթուղային կամուրջը։ Սպիտակ տունն այս զանգվածային հարձակումները հիմնավորում է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը վերականգնելու եւ իրանական ագրեսիան զսպելու անհրաժեշտությամբ։ Նախագահ Թրամփն արդեն պաշտոնապես ավարտված է համարել հրադադարի մասին հուշագիրը, դիվանագիտությունը փոխարինելով բացահայտ ուժային ճնշման մարտավարությամբ։ Իրանի ղեկավարությունը Վաշինգտոնին մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու համար եւ սպառնում է նեղուցը բացել բացառապես սեփական պայմաններով։ Բուշերի ատոմակայանի մերձակայքում որոտացած պայթյուններն ու տարածաշրջանի ամերիկյան բազաների թիրախավորումը վկայում են էներգակիրների վերահսկողության համար մղվող նոր եւ անկանխատեսելի պատերազմի մեկնարկի մասին։